Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք մեր գլխավոր թեման Եվրոպական գագաթնաժողովն է, որը Երևանում անցկացվեց։ Ուզում եմ սկսենք Ալիևի հայտարարությունից, որը չեկավ Երևան, բայց տեսակապով միացավ, առիթը բաց չթողեց մեղադրանքներ հնչեցնել արցախցիների հասցեին, գերիներին հանցագործ անվանեց, արցախցիներին անջատողական, խոսեց իբրև թե հաստատված խաղաղության մասին եւ որ ամենակարևորն է հարմար առիթ գտավ, որպեսզի եվրոպացիներից նաև բողոքի։ Նիկոլ Փաշինյանը միջև այդ շնորհակալություն էր հայտնել եւ ժպիտով էր ընդգծել, որ Ալիևը առաջին անգամ Երևանում ինչ-որ միջոցառման է մասնակցում, իհարկե օնլայն տարբերակով։ Ես ուզում եմ հասկանալ, ինչի մասին էր Ալիևի ելույթը, որովհետև տպավորություն կա, որ դա ամենևին էլ խաղաղության մասին չէր։ Ակնհայտ է, որ դա խաղաղության մասին չէր եւ այնպես չի որ այդտեղ տողատակեր կային, դա բաց տեքստով էր ասվում եւ թիրախները մի շարք էին եւ մի քանիստ էին իրականում։ Նախ Ալիևը ցույց տվեց, որ ես շատ ինքնիշխան եմ եւ իմ որոշումներում կաշկանդվածություններ չունեմ Եվրամիության կամ ԵԽԽՎ-ի տարբեր կառույցներից, ընդ որում դա արեց շատ լկտի ու այսպես ցուցադրական ձևով, հա, ու շատ հետաքրքիր Եվրամիության չինովնիկների հիմնականի լռությունը միայն մի պետության ներկայացուցիչ արձագանքեց, հետաքրքիր ինչու է լռում Եվրամիությունը, միգուցե իրենք գիտեն Ալիևը ինչ գիտի Արցախի հանձնման process-ում իրենց ներգրավվածության մասով եւ այլն եւ այլն, հա։ Հաջորդը ցույց տվեց, որ Արցախի եւ հայերի նկատմամբ եւ Հայաստան պետության նկատմամբ իր մոտեցումները մեծ հաշվով փոփոխության չեն ենթարկվել, այսինքն դաշնակից, գործընկեր, դրկից, հարևան կոնցեպտները այլևս ոչ թե այլևս դեռևս չկան, չնայած խոսած խաղաղության մասին, երբ որ դու այն կողմի հետ ում հետ ենթադրաբար գոնե ցուցադրական եւ նախաստորագրում ես ինչ որ պայմանագրեր, հա, պայմանագիր, որը իբրև խաղաղության մասին է, իբրև համագործակցության մասին է ու պատերազմի ժամանակ երևարված մարդկանց այդպիսի որակումներ է տալիս, այդպիսի էպիտետներ, խոսում է սեպարատիզմի բառապաշարով եւ այլն, ու դու մասնակցում ես հերավար տարբերակով ինչ որ համագումարի, ավելին ասեմ, քո մեկնարկային ելույթում Երևան անունը կոչվող հարևան պետության մայրաքաղաքը կոչում ես ադրբեջաներեն դրա թարգմանությամբ Երևան, այդ նշանակում է դու ուղղակի սպառնալիքի, ուղղակի տարածքային հավակնություն ունես կոնկրետ այդ պետության նկատմամբ։ Այստեղ խնդիրը իլյուզիաների մեջ չտարապելն է եւ քաղաքական ռոմանտիզմով կամ քաղաքական տհասությամբ հիվանդ չլինելն է, ամեն ինչ շատ ակնհայտ է, հա, եւ ինչու է ակնհայտ, որովհետեւ Ալիևը հասկանում է, որ ինքը նախ ունի Եվրամիության առանձին երկրների հետ առանձին խնդիրներ, խնդրը դրա հիմնականում ցուցադրական է, այսինքն Ալիևը այնքան մարդ է կաշառել Եվրամիության եւ ԵԽԽՎ-ում, որ երևի որևէ մեկը, որևէ պետություն երբևէ կամ պետությունների խումբ երբևէ չի արել այդ։ Թուրքիան ունի ոչ այդքան ես ինչ հարաբերություններ Եվրամիության հետ, ակնհայտ է Իրանը ինչ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, չեմ խոսում Ռուսաստան Եվրամիություն հարաբերությունների մասին, որոնք թշնամական են։ Վրաստանը ունի ոչ դրական հարաբերություն եւ միայն Հայաստանը, որ խոսում է խաղաղության մասին եւ նաեւ իդեպ նախընտրական այս process-ում Հայաստանի գործող վարչապետը ինչ թեզ անընդհատ շրջանառում, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, չէ՞։ Ակնհայտ է, չէ՞ որ իր գոյությունը կամ իր բացակայությունը պատերազմ փաստի հետ ընդհանրապես չի առնչվում։ Այսինքն Ալիևը երբ որ հասկացավ եւ երբ որ հասկացավ, որ Հայաստանը անհրաժեշտ չափով կենսունակ չի, իսկ գործող Հայաստանը անհրաժեշտ չափով կենսունակ չի, ինքը իր քայլերը կձեռնարկի։ Պարոն Ղևոնդյան, այդ ամբողջ գագաթնաժողովը ըստ քաղաքագետների վերլուծաբանների ամբողջապես հակառուսական հարթակի էր վերածվել եւ Ալիևը բողոքում էր եվրոպացիներից հենց նրա աչքերին նայելով եւ օգտագործելով Երևանյան հարթակը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի արձագանք չունեցավ ու չստացավ նաև որևէ անվտանգության երաշխիք Եվրոպայից, Եվրամիությունից։ Հիմա փորձում եմ հասկանալ եւ մեր քաղաքացիներին էլ հետաքրքիր կլինի, երբ որ Ռուսաստանին մի կողմ ես դնում, անտեսում ես եւ շատ կոշտ եւ կոպիտ ձևով, բայց այն մյուս կողմից էլ որևէ օգնություն, աջակցություն, անվտանգության երաշխիք չես ունենում, չես ձեռք բերում։ Արդյոք ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան ուղղակի աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտի է վերածում։ Ավելին ասեմ, ինքը այդ մասին հայտարարում է։ Ինքը ասում է, եկեք իմ տարածքում հակադրվեք։
Օրինակ, ովքեր են ներգրաված այս տարածքում, չէ՞, ինքը Հայաստանն է բերում Եվրամիությանը, ում մի քանի խոշոր երկրներ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ են կռվում եւ աջակցում են Ուկրաինան Ռուսաստանի դեմ, հա։ Ինքը Ադրբեջանին, Իրանին բերում է Հայաստան, ինքը Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ է լինում, որը ավելի շուտ նախընտրական process-ի եւ հերահար իր իշխանությունը հաստատելու տեսակետից Իրանին եւ ԱՄՆ-ին արճակատման հնարավորություն տալիս Հայաստանի տարածքում ԱՄՆ-ին սարքելով թրիպի երաշխավոր եւ այլն եւ Ռուսաստանին փորձում է Հայաստանից դուրս մղի։ Հասկանում եք, ռեգիոնալ հիմնական դերակատարը պատմականորեն, տնտեսական առումով, գեոպոլիտիկ, կոմունիկացիոն առումով, կապիտալի առումով, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական առումով մնում է կայուն դիրքերով մնում է Ռուսաստանը, անկախ այդ քաղաքական հռետորաբանությունից, ու դու Ռուսաստանի հետ որևէ օրակարգ չես ուզում զարգացնել, ավելին ասեմ, հարթակ ես տրամադրում Զելենսկին գալիս է Ռուսաստանի դեսպանության ֆոնի վրա ծաղրուծանականում ինչ-որ տեքստեր է հնչեցնում, ավելին այդ ընդունված հռչակագրի 8-րդ կետում ուղղակիորեն անդրադարձ կա ռուս-ուկրաինականին եւ քննադատողական ձևակերպում կա Ռուսաստանի նկատմամբ, հա, այսինքն դու տարածք ես տալիս Ռուսաստանի դեմ պայքարողներին, որոնք ինքնադրսևորվում են բնականաբար, դու որևէ այդ պետությունից որևէ մեկի հետ, որևէ դաշինքի հետ, որևէ քաղաքական միավորի հետ դաշնակցային հարաբերություններ չունես, որոնք արձանագրված են թղթի վրա, ռազմավարական գործակցություն ձևակերպումը հիմա դարձել է 0-ից պլյուս անվերջություն անբովանդակ մի ձևակերպում, հա, որի տակ ամեն ինչ կարելի է մտցնել, որևէ պետություն, իսկ մենք ունեցել ենք այդպիսի փորձառություն, հանձնառություն չունի ՀԱՊԿ-ի ֆորմատից եւ Ռուսաստանից բացի Հայաստանի անվտանգության հետ որևէ առնչություն ունենալ, առավել եւս պարտավորություններ ունենալ։ Հիշում եք 2020 թվականի պատերազմը, հիշում եք կոչերի այն շարանը, որ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, առանձին երկրներ հղում էին Հայաստան, պատերազմի մասնակից երկրներին եւ կողմերին։ Արդյունքում ինչ եղավ։ Մակրոնը կանչեց երկուսին, Պրահայում ինչ ստորագրեցին, Արցախը հանձնեց Ադրբեջանին, հա։ Այդ գիտեք ինչի, որտեղ չկա բալանս, չկա կա միակողմանի իրավիճակ, որի տակ մտելագործող վարչապետը հույսը ունենալով, որ դա որևէ ձև կօգնի իր ինքնավերարտադրմանը եւ իշխանությունը եւ առավելապես կարծում եմ, որ ինքը խոստումներ է տվել այդ շրջանակին, որ եթե ինձ պահեք, ձեր ուզածով կլինի, հենց այդ ձևակերպմամբ հավանաբար։ Եվրոպացիները նրան այդ աջակցությունը տվեցին, որ օրինակ ընտրություններում դու կհաղթես։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գետնի վրա ստացավ այդ աջակցությունը։ Այդտեղ մի քանի դրվագներ կա, սկսենք ֆինանսներից։ Ես ինչ հիշեմ, Եվրամիությունը 2.5 միլիարդ դոլարի գումար է հատկացնում Հայաստանին, բայց այդ գումարը դեռ չի եկել։ Հայաստանի չէ, իշխանություններին է հատկացնելու։ Ավելին ասեմ, շաբաթներ առաջ Կայա Կալասը Միրզոյան Արարատի հետ ասուլիսի ժամանակ ասեց, ցավոք մենք այդքան միջոցներ չունենք, որովհետեւ կարողանանք ֆինանսական աջակցություն ցուցաբերենք հիբրիդային պատերազմների դեմ Հայաստանի գործընթացների եւ քաղաքականության մեջ։ Այսինքն անգամ հակառուսականության այդ պրոյեկտի մեջ ֆինանսները գալու են անհասկանալի աղբյուրներից, հա։ Հաջորդը սա նախընտրական կարմիր գեղեցիկ բանտիկ էր, Եվրոպայի դեպքում դա կապույտ բանտիկ էր, հա, ոնց որ, որը փորձելու է վաճառել հասարակության վրա։ Ինչ ստացանք այդ ամեն ինչից։ Մեծ հաշվով ոչ մի բան, մի քանի գեղեցիկ ֆոտոներ, բայց երկու կոնկրետ հանդիպման վրա ես կկենտրոնայի։ Դա հայ-թուրքական օրակարգի հետ կապված հանդիպումներ եւ իհարկե դա Starmer-ի հետ ստորագրված ռազմավարական գործընթացության հանդիպումներ։ Ես կարծում եմ, որ դա երկուսն էլ մեկը ուղղակիորեն, մեկը անուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Starmer-ի հետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացում անվտանգության խորհրդի ֆորմատով եւ արտաքին հետախուզական ծառայության ֆորմատով Ռուսաստանի դեմ պրոյեկտների շրջանակում եւ Իրանի հետ պրոյեկտների շրջանակում դա հայ-թուրքական իմաստով ինձ թվում է բոլորը գիտեք։ Քանի չէ Հայաստանը համարում է իր հողը։ Այո։ Պան Ղևոնդյան, Զելենսկու այցի հետ կապված մի փոքր ընդհանրապես ուղղում անեմ, որպեսզի թյուրիմացության մեջ մեր հեռուստադիտողն էլ չընկնի, պարզապես ուզում եմ ասել, որ Զելենսկին Ռուսաստանի դեսպանատան ֆոնին չի նկարվել, սա որպես ուղղում անեմ եւ անցնենք առաջ, բայց իր հայտարարությունը շատ կոշտ, կոպիտ էր եւ որակվեց նույնիսկ որպես սպառնալիք Մոսկվայի հասցեին, որ օրինակ հենց մայիսի 9-ի շքերթին կարող են Մոսկվայի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ երևալ եւ հայկական կողմից որևէ արձագանքի ռազմավարական դաշնակցի պաշտպանողական որևէ չեղավ եւ սա բնականաբար տարօրինակ էր, բայց հատկանշական էր նաեւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի արձագանքը, որը փաստացի Զելենսկուն եւ Նիկոլ Փաշինյանին համեմատեց իրար անվանելով երկուսին անուղեղ ռուսատյացներ։ Այս արձագանքը ինչի մասին է խոսում։ Դուք նկատել եք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեսիջների առումով երկատված է, այսինքն այն ինչ որ իրեն թույլ չի տալիս Ռուսաստանի ղեկավարը, ուրիշ խողովակով, Մեդվեդևի խողովակով հանրայնացվում է։
Խոսքը նրա մասին, որ մենք մտնում ենք բաց հռչակատման փուլ, ցիկլ, եւ ավելին ասեմ, Զելինսկու այցը Երևան հենց միայն փաստի առումով եւ ընդունելությունը եւ այլն եւ հետագայում առանձնազրույցը, իսկ լուրերով ու մեդիաները տարածեցին ինֆորմացիա, որ խոսել են համատեղ ինչ որ ԱԹՍ-ների արտադրության հետ կապված ինչ որ թեմաներից, դուք հասկանում եք ինչի մասին է խոսակցությունը գնում։ Հայաստանը գործընկերային հարաբերությունները հաստատում Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող պետության ղեկավարի հետ, ով մինչև վերջին ուկրաինացին պրոյեկտի հեղինակներից մեկն է եւ իր պետությունը տանում է դեպի կործանման։ Մեծ հաշվով Ուկրաինա պետություն գոյություն չունի։ Ինքը գտնվում է արտաքին կառավարման ներքո, հա։ Ու իդեպ դա բոլորը գիտեն եւ բոլորը այդ ամեն ինչը այդ նյութը, այդ հումքը ուտում են, հա։ Այո, կա հավանականություն, որ իրենք կփորձեն սադրանք իրականացնել մայիսի 9-ի միջոցառումների ժամանակ։ Ես ենթադրում եմ, որ այդ հարցով Ռուսաստանի ղեկավարը նաև խոսել է ԱՄՆ-ի ղեկավարի հետ, բայց Հայաստանը ինչ գործ ունի այդ ամեն ինչի մեջ։ Հայաստանը ինչի է մտնում Զելինսկի Ռուսաստան այդ օրակարգերի մեջ։ Հայաստանը ինչի է մտնում Եվրամիություն, Ուկրաինա այդ օրակարգի արանքը։ Ինչի է Հայաստանը գնում ինքը իրեն սպանդանոցի մեջ գցում, չէ՞ որ կան վատ փորձառություններ, որոնք արդված են կարելի հաշվի առնել, կա Վրաստանի փորձառությունը, կա Ուկրաինայի փորձառությունը, կա Մոլդովայի փորձառությունը եւ այլն, Հայաստանը դառնալու է արկախված այլևս ոչ պետություն, տարածք։ Փաշինյանին ուղղակի չի հետաքրքրում հայ ժողովրդի հետագա կյանքը։ Հայաստանի գոյությունը իրեն հասարակ չի հետաքրքրում, որովհետև ինքը ասում է ես կսպասարկեմ ձեր բոլոր օրակարգերը, ձեր բոլոր քաղաքական հավակնություններն ու նպատակները միայն մեկ կարևոր այսպես հանգամանքից ելնելով ես պետք է աման գնով վերարտադրեմ։ Այդ ուղղությամբ իհարկե արդեն քայլեր ձեռնարկում են ամենատարբեր մակարդակների մեդիաների էքսպերտների ցանցերի, այ օրինակ այս վերջերս մեկը ասում էր, որ դիմում է գրել Միացյալ Նահանգների կոնգրես, մի քանի կոնգրեսականների, որպեսզի սոցիալական ցանցային Facebook-յան հարթակներում այսպես պատիժներ կիրառվեն ինչ որ առանձին օգտատերերի, ինչ որ խմբերի նկատմամբ, ովքեր իբրև հիբրիդային ինչ որ պատերազմի էլեմենտներ են։ Նայեք, Հայաստանի գործող իշխանությունը եւ նրանք, ովքեր հիմնականում արևմտյան շրջանակների կողմից ֆինանսավորում են, դրանք լիբերալ տոտալիտարիզմի մարդիկ են, այսինքն չկա այլ կարծիք մեր կարծիքից բացի։ Եվ այդ կարծիքը պետք է լինի դոմինանտ բոլորի համար։ Այսինքն մենք խոսում ենք լիբերալ ֆաշիզմի, դեմոկրատական ֆաշիզմի մասին։ Իմ գործընկեր քաղաքագետները կասեն պարոն Ղևոնդյանը ինչ ասում, բայց իրականությունը ցավալիորեն այդպես է։ Այսինքն կա լիբերալ ֆաշիզմի իրականություն, որի մեջ հենց հիմա մենք ապրում ենք։ Եվ ամփոփենք Մակրոնի հայտարարություններով, որը թերևս ամենառուսատյաց հայտարարություններն արեց այս հարթակը օգտագործելով, Երևանյան հարթակը 2020 թվականի պատերազմին շեշտեց, որ Ֆրանսիան էր Հայաստանի կողքին եւ ոչ թե Ռուսաստանը եւ ակնարկում էր, որ Հայաստանից պետք է ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի։ Սոցցանցերում հիշեցնում էին իր կնոջ հետ միջադեպը ինքնաթիռում եւ ամոթանք տալիս, որ այդպիսի բան է եղել եւ հեգնում, որ նույնիսկ կնոջ կողմից ապտակ ստացող տղամարդը չի կարող այլ երկրի անվտանգությունը ապահովել։ Ինչ շահ է հետապնդում Մակրոնը նմանատիպ հայտարարություններ անելով, հատկապես որ քաղաքականությունից կարծես թե նա պատրաստվում է հեռանալ։ Գիտեք, ես Մակրոնի կնոջ կամ ամուսնու հետ փոխհարաբերություններ, ես չգիտեմ, իրենք ինչ հարաբերություններ ունեն, չեմ մեկնաբանի, հա, եւ ինչ կարգավիճակներ ունեն, բայց դրա տակ այսպես իրականություն կա, հա, կենցաղային իրականություն կա։ Իրականում այդ ամենը քաղաքական պոպուլիզմի դրսևորումներ էր, հերթական անգամ ինչ որ հարթակներում այսպես ինքնադրսևորվելու մի տարուց հետո Ֆրանսիայում ընտրություններ են լինելու։ Մակրոնի հեղինակությունը բարձր չի ամենևին, ինքը առհասարակ Էրդողանը այնպես ինչպես շփվում են Մակրոնի հետ, որովհետեւ մեկի հետ չէր շփվում, բացահայտ ասում էր այդ հիմար, այդ վախկոտ է եւ այլն։ Հետագայում սամիտներից մեկում հանդիպեցին, եկավ մոտեցավ Էրդողանի հետ ողջագուրվեց, հասկանում եք։ Թրամփն էլ 30-ով էր Հիմա հարցադրում, հա, Հայաստանը իր անվտանգությունը որտեղ է ման գալիս։ Այնտեղ որտեղ Արցախը հանձնեցին, Ֆրանսիան ինքը իրան չի կարողանում իր անվտանգությունը ապահովի։ Տարիներ առաջ մոտավորապես 600 գեներալներ նամակ էին ուղարկել հենց այդ Մակրոնին, որ երկիրը գնում է ձեռքից, պետքա սթափվել, հա։ Հետևաբար Հայաստանը իր անվտանգության օրակարգը պետք է բալանսավորի եւ հասկանա իրականությունը, ռեգիոնալ դերակատարները ովքեր են։ Ռեգիոնալ դերակատար առաջի Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռեգիոնալ դերակատարը իհարկե Իրանը։
Ճիշտ հարաբերությունները պետք է ձևակերպել Թուրքիայի եւ Վրաստանի հետ եւ իհարկե շատ ուշադրիր լինել Ադրբեջանի մասով, չանտեսելով իհարկե ԱՄՆ-ի հետ այն իրողությունները, ինչի մեջ արդեն մտել եկա։ Ուրիշ ճանապարհ ուղղակի չկա։ Երրորդ երկրի կողմից նման հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու օրինակ չէ։ Գիտեք ոնց Հայաստանը թույլ է տվել, ով ինչ ասես Հայաստանի մասով ասում է։ Այդ մեր թույլության հետ է կապված։ Երբ որ դու թույլ ես տալիս, քո մասին ով ասես, ինչ ասես ասում է։ Եվ օբյեկտիվորեն ինքը կարող է 1 տասնյակից ավել այդպիսի դեպքեր հիշեցնի, թե երրորդ երկրներին ինչպեսի ձևակերպում են։ Իհարկե հայտարարությունը ինչ ինքնիշխանության մասին է խոսում, ինչ հիբրիդային պատերազմների մասին է խոսում, երբ որ ամեն երկրորդ պետությունը ինչ ուզում ձևակերպում է։ Հիշեք Լուկաշենկոյի անձնական վիրավորանքները, Ալիևի հրահանգները գործող վարչապետի նկատմամբ, այս արա կամ այս մի արա, Սահմանադրական հանրակրվեի պարտադրողական պահանջը եւ այլն, որ մեկը հիշեցնեմ, շատ է նրանք։